Շատ հարցեր եմ տալիս։ Չէ։ Ես ուղղակի չեմ ուզում, որ նեղվես։ Չեմ ուզում մտածես, որ շատ նեղ անձնական հարցեր եմ տալիս։ Բայց ով ասեց, որ ես նեղվում եմ։ Իմ կյանքում չի եղել, որ ես ինչ-որ մեկի մասին մտածեմ։ Կամ չգիտեմ, անհանգստանամ։ Առաջին անգամն է, որ ես սենց բան եմ զգում։ Հիմա էլ ոնց որ ես ավել բան ասեցի։ Չէ։ Դու շատ սիրում ես։ Շատ։ Ես էլ քո մասին եմ մտածում անընդհատ։ Ստացվում է, որ մենք Ստացվում է, որ տենց։ նոր գիտես, ուզում եմ, որ իմ աղբոր հետ ծանոթանաս։ Ես դեմ չեմ։ Միայն կողմ եմ։ Ախպեր հետա պետքա իմանա ում հետ ես շփվում։ Այդ նորմալ է։ Դե ես տենց ինձ ավելի հանգիստ կզգամ, որ դուք իրար հետ ծանոթանաք։ Ոչ մի խնդիր, ես պատրաստ եմ։ Ես ուզում եմ, որ ծանոթանաք իրար հետ։ Ճանաչեք իրար։ Տենց իրա սիրտը ավելի հանգիստ կլինի։ Ես շատ լավ հասկանում եմ։ Ու դեմ չեմ։ Տենց էլ պետքա լինի ախպեր հետա։ Բա պետքա իմանա ում հետ ես շփվում։ Իսկ ախպեր հետ կընդունի, որ ընտրյալդ շինհարար է։ Հույս ունեմ կատակ ես անում։ Չէ, մի քիչ էլ լուրջ եմ ասում։ Ախպեր հետա կարող է քո համար լրիվ ուրիշ բան է պատկերացրել։ Նորո իմ աղբերը պատկերացրել է, որ ես պետքա երջանիկ լինեմ։ Կներես։ Ախպեր հետա։ Հա։ Ինձ թվում է շատ ճիշտ կլինի, որ հենց այսօր դուք ծանոթանաք իրար հետ։ Կասեմ կմիանա մեզ։ Ես դեմ չեմ։ Չես պատկերացնի ինչ ճիշտ ժամանակի ես զանգել։ Այսինքն Մագդա։ Դե ես հիմա Նորոյի հետ եմ։ Կարող եմ միանաս մեզ ծանոթանաք իրար հետ։ Մագդա, չես պատկերացնի ինչքան շատ կուզեի հիմա գալ, բայց չեմ կարողանա։ Ես զանգել էի քեզ զգուշացնեմ, որ այսօր երկու հանդիպում ավելացել է։ Ուշ եմ գալու տուն։ Լավ էլի։ Չէ, Նորոյին ասա, որ մենք հանդիպելու ենք անպայման։ Այդ առաջին հերթին ինձ է պետք, բայց ոչ այսօր։ Լավ։ Ամենը տղեն ժամանակ կունենա պատրաստվելու։ Պիտի տեղը տեղին քնություն հանձնի, չէ, թե չէ չեմ համոզվի, որ արժի քրոջս վստահել իրեն։ Ես քեզ հասկացա։ Դե քիթդ չկախես։ Լավ։ Ես ոնց հասկացա, հարմար չի ախպերդ։ Հա, մի քիչ գործեր ուներ։ Լավ դե, քիթդ մի կախի։ Պարտադիր չէ, որ այսօր ծանոթանայինք։ Դու ու աղբերս նույն ձև եք խոսում։ Ինքն էլ ինձ ասեց հանկարծ քիթդ չկախես։ Որ երկու հոգի նույն բանն են ասում, ինչ պետք է անել, պետք է լսել։ Ես ուղղակի արդեն տրամադրվել էի, որ դուք կծանոթանաք։ Դու ամեն ինչից ես հս շուտ նեղվում, հա։ Չէ, ուղղակի ես մեր հարցում մի քիչ շատ եմ շտապում։ Դե ուրիշ բան էի ուզում ասեի։ Նորոյ չի ուզում ասեի։ Ես ամեն ինչ շատ լավ հասկացա, ինչ նկատի ունես։ Ճամոթը հերիք չի, ես քեզ ժամադրության եմ հրավիրում, հիմա էլ ստիպում եմ, որ աղբորս հետ ծանոթանաս։ Հաջորդ ամուսնության առաջարկությունն է։ Նորո փոխանակ դու իրավիճակը թեթևացնես, ինձ ավելի վատ դրության մեջ ես դնում։ Դու ուղղակի մոռանում ես, որ ես ամեն ինչ մի քիչ դանդաղ եմ անում, դանդաղ եմ մտածում։ Դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Ու ճիշտ ժամանակին։
Ես էլ հաստատ նույն ձև էի անել, ուղղակի մի քիչ պետք է սպասես։ Ստացվում է, որ պիտի մի քիչ համբերեմ։ Չէ, ով ասաց։ Սենց հաստատ լավ է։ Ալին, հյուր ունես։ Ռոբ, Գնամ ձեզ համար թեյ բերեմ։ վատ միտք չի տատ։ Եկել եմ դաս անենք։ Մենակով չեմ կարող անեմ։ Համել ասեց, որ անպայման վաղը հարցնելու է։ Ռոբ, բայց այսօր քեզ շատ վատ պայեցիր։ Դրա համար բոլորը քո վրա են կենտրոնացել։ Ես։ Ես ինձ վատ պահեմ։ Չէ, ես վատ պահելը չգիտեմ ինչա։ Հա, դու երևի մոռանում ես, որ Լյովն էր մեղավոր։ Ախր Լևոնը ոչ մի բան չէր արել։ Լուրջ։ Այդ ո՞նց է Լյովի արածը չես տեսնում։ Թե դուրդ գալիս է։ Հա, երևի քո համար նորմալ է, որ ամբողջ դասանի մոտ հայտարարում է, որ միջոցառման իրազույգը դու ես լինելու։ Եթե տենց բան կաս, էլ ընդհանրապես չխառնվեմ։ Ռոբ, գժվեցիր։ Բայց ինչ ես պաշտպանում։ Իբր չգիտի, որ բոլոր միջոցառումներին դու իմ զույգն ես։ Թե ինչի էր ոգևորվել, ես էլ չգիտեմ։ Ինչի ես ժպտում։ Թաս անելու ենք։ Բա ոնց։ Բայց էլ տենց բաներ մի արա, Ռոբ։ Մեկը գիտես, որ իր հետ չի համաձայնվելու զույգ լինեի։ Հա բա հետո։ Կարող եմ մի հատ համաձայնեիր։ Ռոբ, կամ դաս ենք անում, կամ էլ Դաս ենք անում, բա ոնց, դաս ենք անում։ Դու գիտես, որ ես գիտելիքի ծառով եմ։ Եթե մի օր դաս չանեմ, ամեն ինչ պակասում է։ Չես մարսում, չէ։ Չէ, Չես փոշմանել, որ քեզ այս ցուրտ տարօրինակ տեղ են բերել։ չէ, ես դարձավ իմ ամենասիրելի տեղերից մեկը։ Գիտես, ես որ մի բան կամ ինչ-որ մեկի շատ եմ սիրում, այդ շատ երկար է տևում։ Օրինակ, մինչև կյանքիս վերջ։ Այդ համ լավ է, համ վատ։ Ինչի՞։ Տես, սիրածդ տեղի վրա կարաս վստահ լինես։ Գիտես, երբ գաս նույնն է, անփոփոխ ամեն ինչ իրա տեղում։ Իսկ մարդկանց պարագայում տես չի։ Մարդիկ շատ արագ են փոխվում։ Քեզ թվում է, որ այդ մարդուն լավ ես ճանաչում։ Բայց նենց բան է անում, որ իսկ սիրածը տեղը անփոփոխ է, նույն տեղում, անշարժ։ Ճիշտ է, գալիս ես, լիքը հիշողություններ է արթնանում, հիշում ես այն մարդկանց ում հետ, որ եղել ես, բայց այդ համ լավը, համ շատ վտանգավոր։ Հիշողությունները նույնն են, իսկ մարդը չէ։ Այսինքն մի օր մենք կարող է գանք ստեղ մենակ ու ուղղակի իրար հիշենք։ Չէ, ես մեր մասին չեմ խոսում, Մագդա։ Ես գիտեմ, որ մեր մոտ սխալ բաներ չեն լինի։ Նորո փաստորեն դու ստեղ գալիս ես, որովհետև ինչ-որ մեկին ես հիշում։ Դու ինչ-որ մեկի հետ ես սկսել սիրել ես տեղը։ Լավ, արդեն գնանք։ Չես ուզում պատասխանես։ Մագդա, իրականում չեմ ուզում խոսամ այդ մասին։ Ես այս տեղը դեռ մանկուց գիտեմ։ Մանկության հուշերը։ Չես պատմի։ Կնենես, բայց չեմ ուզում խոսամ այդ մասին։ Գնանք։
Մակդան ասաց, որ էլ չես ուզում գաս. You know, I'll be super sad. Ինչի՞։ Ուրիշ մարդ կգա, մենակ չես մնա։ Բայց ես ուզում եմ դու գաս. Արև, ես գործեր ունեմ, չեմ հասցնում։ Ես մի բան գիտեմ, բայց ոչ մեկին չեմ ասել. Ինչ գիտես։ Չեմ ասի, բայց որ սպասես, հետո կասեմ քեզ. I have a plan. Տրամադրությունը տնկավ։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Կներես։ Բայց դու ոչ մի բան չես արել։ Դե այս թեմայի հետ կապված հարցրի, զգացի, որ քեզ դուր չեկավ։ Լավ։ Արի մի բան ասեմ, բայց խոստացի, որ այս թեմային էլ չենք անդրադառնալու։ Համաձայն եմ։ Այստեղը մամայիս հետ է կապված։ Մամաս էլ չկա։ Վաղուց չկա։ Մենք այստեղ հաճախ էինք գալիս ես, մամաս ու քույրերս։ Ու ես ամեն մեկի հետ այստեղ չեմ գալիս։ Այդքան է։ Խոստացել, որ էլ հարց չես տալու։ Դե հոգնեցի։ Քիչ մնաց Ռոբ։ Դե էլ չեմ ուզում պարապեմ։ Թող մնա մի բան կանեմ։ Ախր դու շատ լավ գիտես, որ վաղը հենց քեզ է տալու այդ գրավորը։ Նենց հետաքրքիր է, այդ որ ասես մի բան կանեմ։ Ինչ ես անելու։ Ես իմ չգիտեմ։ Գիրքս կդնեմ բարձից տակ կքնեմ։ Երանի քեզ Ռոբ։ Քեզ էլ Ալինա ջան, որ իմ նման դասարանցի ունես։ Հա, ամեն օր ես էլ եմ ինձ այդ ասում։ Չեմ հավատում երջանկությանս։ Ալին, դու քեզ լավ ես զգում։ Հա, ինչի։ Հո չես վատացել։ Կամ կարողա վատացել ես ինչ չես ասում։ Լավ էլի Ռոբ, ես լավ եմ։ Ու հերիք անընդհատ հիշացնես։ Ինձ արդեն ծանր հիվանդ եմ զգում։ Դե լավ, ես գնամ։ Մի քիչ էլ քնելուց առաջ կկրկնեմ, նոր կքնեմ։ Լավ, բայց որ հարցեր ունենաս, կզանգես ինձ։ Okay, ապրես։ Բայց գիրքդ կդնես բարձիդ տակ։ Չնայած որ ինձ լսես, ամբողջ պայուսակդ կդնես բարձիդ տակ։ Չէ, Ռոբ, մի րոպե։ Ֆիզկուլտդ չդնես։ Ինչի՞։ Որովհետև ֆիզկուլտից լավ եմ։ Չէ, կարող է երազումդ զուտ շատ վազես հոգնես։ Հաջող Ալին։ Ալին։ Ալին ինչ եղավ։ Լավ չես։ Մի բան խմի Ալին։ Չէ, լավ եմ, Ռոբ։ Հաստատ։ Ոչ մի բան պետք չի։ Կնեղվես, որ քեզ չճանապարհեմ։ Չէ, իհարկե չեմ նեղվի, բայց դու հաստատ լավ ես։ Հա, լավ եմ, Ռոբ, հերիք է հիշացնես։ Լավ, դե ես գնացի։ Լավ եմ, լավ։ Լավ։ Իմ մաման էլ է շուտ մահացել։ Ես չեմ հասցրել իր դեմքը տեսնեմ։ Ես իրան մենակ նկարներով եմ տեսել։
Ինձ աղբերս է պահել, մեծացրել։ Իմ կյանքում երբ որ ինչ-որ բան է լինում, ես առաջինը իրա մոտ եմ վազում, առաջինը իրան եմ պատմում։ Ինքը իմ կյանքում ոնց որ պապաս լինի։ Ճուտս էլ ինձ է ասում, ոնց որ իր պապան լինեմ։ Նման պատմություններ են, բայց դե շատ տխուր են։ Երբ որ ծնող չես ունենում, քուրիկդ, աղբերդ քո համար դառնում են համ մամա, համ պապա, համ ընկեր, ամեն ինչ։ Ես պատկերացնում եմ քուրիկդ քեզ ինչքան շատ է սիրում։ Բա ես իրան ինչքան եմ սիրում։ Ինքը իմ գանձն է, իմ կյանքն է։ Մի բան ասեմ։ Գոնե այս անգամ առաջինը ես հասցնեմ ասեմ։ Ասա։ Այնքան ուրախ եմ, որ մենք ծանոթացանք։ Շատ։ Տես, որ ուզում ես, սկսում ես արագ մտածել։ Հիմա չես ասելու ինչ պլան ունես։ Չէ, ես որ մի բան եմ մտածում, ոչ մեկին չեմ ասում։ Որ կատարվի։ Մենակ մամայիս եմ պատմում։ Պապաս ասել, որ մամայի հետ միշտ խոսամ։ Գնում եմ իր նկարի մոտ ու երազանքներից մասին եմ պատմում իրան։ Ինքն էլ լսում է, օգնում է ինձ ու միշտ կատարվում են։ Ինչ ես լացում։ Չեմ լացում։ Դե արի քեզ ճանապարհեմ ու ես էլ գնամ իմ գործերով։ Նենց չեմ ուզում այսօրվա օրը վերջանա։ Ես էլ։ Նորո տենց բաներ ասելուց առաջ զգուշացրա։ Բայց ինչ ասեցի, որ Մոռացել էի, որ ես սկսել եմ արագ մտածել։ Ես էլ դրան սովոր չեմ։ Հեսա տաքսին հասնում է։ Թող հասնի։ Ես քեզ կճանապարհեմ։ Հիմա ինչ պիտի գնամ, սպասեմ, որ կզանգես։ Փորձենք։ Ինչ շատ համբերություն է պետք։ Էդ էլ իմ համար մեռնելուն հավասար է։ Այս անգամ հաստատ շատ չես սպասելու։ Գիտես ինչի։ Որովհետև շատ շուտ կարոտելու եմ ու զանգեմ։ Նորո տենց բաներ ասելուց առաջ զգուշացրա։ Կարող է ինչ-որ մեկը տեսնի։ Թող տեսնի։ Չկա, սրա մեջ թող տեսնի, թող սեր տեսնի։ Սեր։ Դե հա, սրան ուրիշ ձև չեն ասում։ Այս ռոբը գնաց արդեն։ Ալինա։ Լավ չես բալես։ Լավ եմ, տան։ Ուղղակի կօգնես գնամ իմ սենյակ, ուզում եմ մի քիչ քնեմ էլի։ Վախեցնում ես ինձ Ալինա ջան։ Դա քնելու մեջ ինչ վախենալու բան կա։ Գիտես որ ասում ես լավ եմ հավատում եմ դրան։ Չեմ տեսնում վիճակդ։ Դա ընդհանրապես սովածությունից է։ Հաց կուտեմ կանցնի, հա։ Չէ Ալինա ջան, քո վիճակը լավ չի։
Դու ինձ անհանգստացնում ես, սենց չի կարա շարունակվի։ Տատ այ կտեսնես, հաց կուտեմ կանցնի։ Մագդա։ Հա, ես եմ։ Ինչ։ Ոչ մի բան։ Դրան ձայնը լսեցի եկա։ Հա, ես էի կարաս գնաս։ Նորո ջան, ասեցին ինձ ես հարցրել, ինչ որ խնդիր կա։ Չէ, ամեն ինչ նորմալ է, գործը առաջ է գնում։ Ամեն ինչ կհասցնենք իր ժամանակին։ Սպասում ենք վաղն շինանյութը բերեն, որ արդեն անցնենք մյուս սենյակներին։ Շատ լավ է։ Ուրիշ խնդիր կա։ Որ ճիշտ ասեմ, ինձ ավանս է պետք, եթե հնարավոր է։ Դե որ գործ արած լինեիր։ Չէ, հաստատ անելու եմ ու վերջացնեմ, այդ չի քննարկվում։ Ուղղակի գումար է պետք։ Լավ, դե որ պետքա կտամ։ Էլիզ ես փողը վերցրեցի։ Եթե կարաս հիմա դուրս արի գնանք Ալինայի նվերի հարցներ լուծենք։ Ժամանակ չի մնացել, չեմ ուզում ամեն ինչ վերջի օրվան թողենք։ Մագդա, արևը արդեն քնել է, կարող եմ մի ժամով դուրս գալ, գործ ունեմ։ Այս վերջերս ինչ որ շատ ես դու գնում գալիս։ Կարող է ինչ որ լուրջ բան ա եղել։ Չէ, ուղղակի որ աշխատում եմ, դրսի գործերս չեմ հասցնում։ Դե լավ, որ այդքան լուրջ ա, կարաս գնաս։ Շնորհակալություն։ Ասա Մագդա, Արշակ դու հիշում ես, չէ՞ որ Էլիզի մասին բան պետքա ճշտեիր։ ուզում եմ հասկանամ, այդքան շտապ հարցեր, որ հիմա արժեր ինձ գործից կտրել Մագդա։ Հա, որովհետև ինձ թվում է, որ դու արդեն մոռացել ես։ Այդ աղջիկը այս տան մեջ ինչ ուզում անում է։ Կգամ տուն կխոսենք։ Անդադար զանգեր ա ստանում, գնում ա, գալիս ա։ Ասեցի կգամ տուն կխոսենք Մագդա։ Վերջ։ Լավ։ Ալին, բալես, ինչքան պետք է սենց տանջվես։ Արի քարը փեշիցը թափի գնանք բժշկի։ Տատ ես հիվանդ չեմ, որ գնամ բժշկի։ Ես չեմ ասում հիվանդ ես։ Գնանք բժշկի, հետազոտեն։ Տեսնենք ինչից է այդ գլխապտույտներդ։
Հոգնածությունից, Տաճ ջան, հոգնածությունից ընդամենը։ Ախր այնքան շատ դաս են տալիս, ես էլ լարվում եմ։ Կլինի չվախենաս, Տատը։ Համել հեսա ծնունդս է։ Դու լավ կլինի դրա մասին մտածես։ Հա, հասչեն։ Էդ հոչ եմ խանգարում։ Չէ, ցավը տանեմ, նորմալ է, ասա, ինչ կա, բան չի եղել։ Կարող ենք հանդիպել։ Ուզում եմ խոսենք։ Աստղուր ես, թե ինձ այդ։ Այս վերջին շրջանում միշտ էլ իմ դրամատրությունը սենց է։ Ուղղակի դու սովոր չես։ Ոչինչ։ Կհարմարվես, եթե Դուրս չես գալիս, հա։ Լավ, ասա, ուր գամ։ մեր տան մոտի այգին։ Լավ։ Ճուտը հաստատ կհավանի, չէ՞։ Հա, հաստատ։ Ես ուզում եմ, որ այդ օրը երեքով մի տեղ գնանք։ Դու կկարողանաս, չէ՞, ազատ օր վերցնես։ Դե հա, եթե Մագդան տանը լինի, կխնդրեմ դուրս կգամ։ Նոր։ Մի բան էլ։ Մտածում եմ, երեխան շատ կուրախանա, եթե Ռոբն էլ գա մեր հետ։ Ոնց է երևում, որ երկու քուր նույն խելքին եք։ Դու հասկանում ես, որ ճուտից մասին ես խոսում, Ալինեի։ Ալինան դեռ փուճուր է, փոքր է։ Հա, նորը հասկանում եմ։ Ռոբն էլ է երեխա։ Բայց երեխեք ուղղակի իրար հետ լավ են զգում, իրանց պետք չի ուրիշ բաներ մտածել։ Ես ուրիշ բան չեմ մտածում։ Բայց շատ լավ գիտեմ, որ Ալինան իմ ամենավատ տարիքում է։ Ու իր կողքը մայր չկա, որ այդ ամեն ինչը շուտ նկատի, ճիշտ խորհուրդ տա։ Այս ամենաշատը դրանից եմ վախենում, որ կարող է մենք ինչ-որ բան չնկատենք, չհասցնենք, հասկանում ես։ Ում պատճառով մայր չկա։ Ես չեմ հասկանում։ Քո մոտ պետքա հատուկ բառերով խոսամ, հա։ Մայր բառը պետքա բացառեմ։ Կլինի չհիշես, մոռացի։ Ինչքան էլ բացառես նորո։ Իմ վերքը չի լավանալու։ Իմ ատելությունը չի անցնելու։ Կլինի այս օրը չփչացնես։ Կլինի։ Ինչին օրը դու մամայի մահվանից հետո լավ օր ես ունեցել։ Հա? Ունեցել ես լավ օր, որ հիմա էլ բառերից ես նեղվում ես։ Ես էլ եմ ուզում մոռանամ։ Չի ստացվում։ Հենց տրամադրվում եմ, որ պետքա մոռանամ, նորո չի ստացվում, չեմ կանում, հասկանում ես, չեմ կարողանում ապրեմ, որ հասկանում եմ այդ մարդիկ իմ հետ նույն օդն է շնչում։ Ինչի՞ է քեզ թվում, որ մենակ դու ես այդ ամեն ինչը հիշում։ Ինչի՞ է քեզ թվում, որ մենակ դու ես ցավը զգում, ես այդ ամեն ինչը չեմ հիշում, չեմ հասկանում, չեմ ցավում, հա։ Այս փորձում եմ ինձ կառավարեմ։ Ես ինչ նկատել եմ էդի Երևանում տեղես չեմ գտնում, զոռով եմ ինձ սպանում, որ մի բան չանեմ։ Բայց զսպում եմ ինձ։ Ալինայի համար եմ զսպում, որ Ալինան մենակ չմնա։ Քեզ թվում է չեմ ուզում գնամ դրա կոկորտը կտրեմ։ Չեմ ուզում կիսատ թողածս ավարտին հասնեմ, ուզում եմ, շատ եմ ուզում։ Բայց գիտակցում եմ, որ այդ քայլով ոչ մամային եմ հետ բերելու, ոչ էլ մեր կորցրածը։ Հակառակը մենք իրար ենք կորցնելու, հասկանում ես։
Ես ուզում եմ այդ մարդը մեռնի։ Ինքն է մեղավոր մորս մահվան մեջ նորո։ Ինքն է մամային սպանել։ Էլիս դու հասկանում ես ինչ ես խոսում։ Դու քեզ լսում ես։ Ուղեղը տեղում է աղջիկ ջան։ Ինչ է նշանակում որ ինքն է սպանել մամային։ Բարև հասչին։ Լիվետ։ Ոնց ես։ Ինձ թվում է այդ հարցին դու պիտի պատասխանես ասել։ Դու հաստատ ինձ լիքը բան ունես ասելու։ Իրականում այնքան շփոթված եմ այդ։ Ես կյանքում այս իրավիճակում չէի հայտնվել։ Այդ ես գիտեմ, որ քո հետ կարող եմ լրիվ անկեղծ խոսել։ Դրա համար չեմ փորձի թաքցնել արցունքներս։ Չեմ ամաչի, որ այս վիճակում եմ, իդեալական չեմ ներկայացնի կյանքս։ Հասկանում ես, ամեն ինչն էլ մարդու համար է։ Ոչ մեկս էլ իդեալական կյանք չենք ապրում, որ դիմացինից ամաչենք։ Ամեն մեկս էլ ունենք մեր խնդիրները, մեր ապրումները։ Այնքան դժվար է, երբ որ հայտնվում ես մի իրավիճակում, որ թվում էր, թե երբեք չես հայտնվելու։ Այդ ես երբեք չէի մտածի, որ ես ու Նորոն կարանք բաժանվենք։ Երբեք չէի մտածի, որ կփախչեմ մարդկանցից, որ բացատրություն չտամ, թե ինչի Նորոն չկա, ինչի չի գալիս, ինչի միասին չենք։ Այդ իմ ու Նորոյի սերը միշտ օրինակ ա եղել բոլորի համար։ Բայց հիմա Նորոն իրան նենց ապահում, որ ոչ մի բան չի էլ եղել։ Այդ դու իր մտերիմ ընկերն ես։ Ոչ մեկ քեզնից լավ չի ճանաչում Նորոյին։ Քո հետ չի խոսել։ Ես առաջ չէի վախենում։ Մտածում էի, որ ուղղակի բարկացած է կանցնի, բայց գնալով ավելի եմ համոզվում, որ Նորոն ընդհանրապես չի մտածում։ Մեր մեջ վեճեր լինում էին։ Նենց չի, որ առաջին անգամ ա եղել, բայց երբեք չէի մտածի, որ կարա վերջինը լինի այդ։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Եթե ինքը քեզ ինչ-որ բան ասել է, խնդրում եմ ասա ինձ, մի խաբի։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ Նորոյի համար մեկ է մեր բաժանումը, ինքը իրոք չի մտածում մեր մասին։ Ու հիմա ինձ համոզելու են, որ այս Էլիզի արածը չի։ Մաման զանգել էր ինձ։ Ու գիտես մաման ինչ էր ասում Նորո։ Որ տանջվում է։ Որ ուզում է հետ գա։ Ու ես երբ որ հարցրեցի, ոնց ես հետ գալու, դու պիտի երեխա ունենաս, ասեց երեխուն կունենամ ու կգամ։ Նորը մաման չէր ուզում ընդեղ մնար, հասկանում ես։ Հետո ինչ։ Ինչ կապ ունի քո ասած այս ցնդաբանությունը, հա։ Մաման ցնդաբերության ժամանակ է մահացել։ Հա։ Իսկ դու վստահ ես Նորո, որ մաման ծննդաբերության ժամանակ է մահացել։ Հա։
Վստահ ես, որ այդ մարդը մեզ չի խաբում։ Քո այդ ամեն ինչ նորմալ է, Էլիս։ Կարող է դու բժշկի կարիք ունես, հոգեբանի կարիք ունես։ Դու քեզ լսում ես, ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Նորո ես ընդհանրապես իրավիճակները իրար եմ կապում։ Ստեղ հաստատ մի բան են չի։ Ինքդ մտածի։ Ոչ ես, ոչ էլ դու, այդ Արշակ Կոչեցյանին չենք ճանաչում։ Ու մենք չգիտենք ինքը մամային ոնց է վերաբերվել։ Ու մենք չգիտենք ինքը մամային սիրելա թե չէ։ Մենք ոչ մի բան, Նորո, ոչ մի բան չգիտենք։ Իսկ եթե մաման տանջվել է, հա? Իսկ եթե ինքը իմացել է, որ մաման ուզում է հետ գա, եթե օգտագործել է մամային ու հետո մահվան դուռն է հասցրել Նոր, մտածել ես։ Ձենդ կտրի, Էլիս։ Ձենդ կտրի, սուս մնա։ Համբերությունս կորցնում եմ, սուս մնա։ Բա ինչի մաման այդ զանգից հետո էլ չզանգեց, հա? Ինչի մենք էլ ոչ մի բան այդ զանգից հետո չիմացանք մամայի մասին։ Ինչի իմացանք հենց այդ զանգից հետո, որ ինքը էլ չկա Նորո։ Ես վստահ եմ, որ այդ Արշակը իմացել է։ Այդ Արշակը իմացել է ու Ինչ ես ուզում, Էլիս։ Ինչ ես ուզում, ձենդ կտրի ասում, չեմ համբերում էլ։ ես չեմ հանգստանալու։ Ես չեմ հանգստանալու, մինչև ճշմարտությունը չիմանամ։ Ես չեմ հավատում, որ այդ մարդը մեզ ճիշտն է պատմել Նորո։ Ես վստահ եմ, որ իրանք կռվել են, հա։ Իրանք հաստատ կռվել են։ Կռվել են ինքը մամայից խփել է ու հետո էլ Էլիս, եթե ինչ-որ բան գիտես, ասա։ Եթե չես խոսակցությանը վերջ տու։ Եթե ինչ-որ բան գիտես, ասա, կանես բան, որ գիտես, ես չգիտեմ։